Մենք կսիրենք վարդը սիրուն մեր հայրենի սարերուն Բույրը անուշ տեսքը սիրուն թպին վրա օրորուն Բարև բոլոր փոքրիկ երաժշտասերներուն Ես Շողերն եմ Իրարու հետ պիտի սորվինք արևմտահայերեն երգեր Պիտի հասկնանք երգին բարերուն իմաստը Պիտի հորինենք երգեր եւ նվագենք Այսօր սորվինք Պարսա Գանաչյանի մենք կսիրենք երգը Յուրաքանչյուրս կսիրենք դարբեր բաներ բայց այս երգի միջոցով մենք պիտի արտահայտենք մեր սերը թեպի հայրենի լեռներ Հիմա անցնենք երգին բարերուն որպեսզի հասկանանք թե ինչի մասին է Մենք կսիրենք վարդը սիրուն մեր հայրենի սահարերուն Սիրուն կնշանակե անուշիկ քեղեցիկ Իսկ սարը նույն ինքը լեռն է Այսինքն մենք կսիրենք մեր հայրենի լեռներուն քեղեցիկ վարդը Բույրը անուշ տեսքը սիրուն թպին վրա օրորուն Բույրը կնշանակե հոդը, վարդին հոդը Իսկ թուպը այսպես կարճահասակ բզդիկ ձարմն է, ուր գծաղկի վարդը Արարադի վեսարերուն զովիկ հովը ինցիրուն Վեհ կնշանակե բարձր շքեղ Իսկ զով հովը այդ բաղ հովն է զեպյուրը, որ այսպես կտարածվի Սյուքը անոր շունչն է հայում պխի ծոցեն թարերուն Սյուքը այդ նույն զեպյուրն է բաղ հովը Իսկ բխին բխել պարն է, որ այսպես թուրս կուքա և կդարածվի Եվ հիմա երգի մեջ գսե, որ այս հով զովը հայում շունչն է, որ այսպես թարերով և հազարամյակներով թուրս կուքա և կդարածվի Հիմա եկեք փորձենք միասին երգենք, ես երգեմ և թուն կրկնե Մենք կսիրենք վարդը սիրուն մեր հայրենի սարերուն Բույրը անուշ տեսքը սիրուն թպին վրա օրորուն Արարադի վեսարերուն զովիկ հովը ինցիրուն Սյուքը անոր շունչն է հայում պխի ծոցեն թարերուն Եկեք նաև գիտնանք, թե ով է Պարսա Գանաչյանը այս երգին հեղինակը։ Անցնած է 1855 թվականին երգերի հորինող էր և դաղանտաշատ խմբավար։ 1910-ին ոգևորված Կոմիտասի համերգեն կծանոթանա և կանթամակցի անոր երգչախումբին։ Ապա կդառնա մեծ երաժշտին լավագույն աշակերտներեն մեկը։ Ինչպես նաև անմշակած է Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտությունը։ Մեր հայրենիք ազատ անկախ և հորինած է շատ ուրիշ ստեղծագործություններ։ Այսօր այսքաններ, նորեն կհանդիպինք